այլ երևիտիցանություն կա։ Միքայել Սրբազանն է կողմում ասում։ Չէ։ Այսօր իմ ապօրինի կանոնավորման 350 դրամ 10 օր հետո կլրանա արդեն 1 տարի։ Եվ ես փակ եմ վերլուծայում ասում, այս սկանչելի օրեր ինձ պարգևելու համար։ Սկանչելի օրերի, բացառությամբ առաջին Ադյանի դատարանի իմ ինտելեկտի խոշտանման մերսիների տալախագրի կողմից։ Մնացած բոլոր օրերը սկանչելի օրեր են։ Մտքի, հոգու հանդարտության, Բակրատ Սրբազան հետ եղբայրական զրույցների, Արշակ Սրբազանի հետ եղբայրական զրույցների, վերջին 4 ամսում էլ առանձնության սկանչելի հնարավորության շնորհակալ եմ մեր դատարանին, պատվարժան, որ արգելեց 4 ամիս որևիցե շփում, բացառությամբ 4 հոգու, եւ ես մեծ զավույն հաճույքով կենտրոնացա իմ հոգեվոր, մտավոր, այլ ինչու՞ չէ, ֆիզիկական բարօրության։ Եվ ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասում, որ իրապես սա ձևական չեմ ասում, ոչ էլ Բակրատ Սրբազանն է ձևական ասում, մենք իրապես սկանչելի օրեր ենք ասում։ Իմ կյանքի լավագույն օրերն են։ Լավագույն օրերն են։ Եվ ոչ մի մտահոգություն չունես։ Ոչ մի մտահոգություն չունես։ Հոդդ քեզանից խլված է, դու իրավունք չունես հոդով զբաղվելու, իրավունք չունես որևիցե մի հարցով զբաղվելու, միայն մտածի աղոթելու, հոգևոր խաղաղության, անձերսանության, քո անցած կյանքը վերլուծելու, վերածելու վրա։ Հնարապես դրա համար փառք եմ ձայնում, ասում, այս սկանչելի հնարավորության համար։ Բայց դա չի նշանակում, որ շնորհակալություն պիտի հայտնենք նրանց, ովքեր այդ բանը իրենց նպատակների համար օգտագործելով ստեղծեցին։ Շնորհակալություն իրենք չեն հայտնել։ Եվ ասել են, որ իրենք պիտի պատասխան տան, եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ անպայման։ Եվ խստակ լինես։ Որովհետև 1 տարի է, ես անազատության մեջ եմ, լրիվ, ապօրինի և անհիման։ Ես ոչ մի մեղ չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի, մերժում են բոլոր մեղադրանքները, ինձ մեղադրյալ մեղավոր չեմ ճանաչում և չեմ ճանաչում, և պատրաստ չեմ ճանաչում։ Անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև, մնում եմ անմեղ Հայաստանի Հանրապետության առջև։ Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը, և ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դառնում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես դա ասել եմ, որ ինչպես անցած անգամ ասացի, ես ոչ թե սա ինձ համար անձնական ողբերգություն եմ, հակառակ անձնական շահ է։ Ոչ թե անձնական ողբերգություն է, այլ զատիժա ու ապիտ։ Ամոթ եմ զգում Հայաստանի Հանրապետության համար, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր եպիսկոպոսների վրա քրեական հետապնդումներ են, քրեական գործեր են անցված։ Բացի մեկից, այդ մեկի անունը չեմ տալիս, թե չէ նրա վրա է դրած։ Բոլոր եպիսկոպոսները մինչև 2025 թվականը օրինապար քաղաքացիներին ներառյալ Գաղափար Հայրապետը եւ հանդարտ 2025 թվականին կոլեկտիվ շեղագանության մեջ մտան եւ սկսեցին օրենքը խանգարել, օրենքը խախտել։ Ինչպես կարելի է այսպիսի երկրի Հայաստանի Հանրապետության համար չամաչել։ Եվ ինչպես կարելի է, որ Գերամի սդախոսին ենթարկող տարբեր սդախոսներ, տեսեք, ստեղ ասեցին բոլորը։ Ես ինչ-որ մարդու չեմ մեղադրում։ Գլխավոր դատախազը սդախոս է։ Քննչական կոմիտեի ղեկավարը սդախոս է։ Խնդրում եմ առանց պիտակումների։ Չեմ պիտակում, մենք սիցուտ ենք խոսացել։ Արտարադատության նախարարը սդախոս է։ Նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը սդախոս է։ Այդ սդախոսության համար պատասխանատվություն հասնում է, թե չի հասնում։
Եթե ես անարդարքերով մեկ տարի անազատության մեջ եմ, և դեռ հնարավոր է, որ մեկ կամ մեկ ու կես տարի անազատության մեջ լինեն, դրա համար պատասխանատվություն լինելու է, թե ոչ։ Գալու է ժամանակը։ Ուրեմն, դրա համար ավարտելով, ես ասի, որ սկանչելի օրեր եմ անցկացրել, հուսով եմ նույնիսկ հուսով եմ, որ ապագային էլ որոշ շրջան կանցկացնել, ներողություն եմ խնդրում իմ հարազատներից, բարեկամներից, իմ ժողովրդից, բոլոր նրանցից, ովքեր շատ ծանր են տարել իմ վանդալությունը։ Շատ շնորհակալ եմ իրենց, Գաբան Հայրապետից սկսած մինչև ամենապարզ քաղաքացին, որոնք ծանր են տարել իմ վանդալությունը։ Այո, ծանր պիտի տարել նաև իշխանությունը եւ իշխանության հատվածի որոշ մարդիկ։ Ոչ թե պիտի քմծիծարին, ոչ թե պիտի ուրախանային, ոչ թե պիտի վայրահաճին, այդ իրենք էլ ցավաբեին, որ վերջին վերջերով arczepiskopos բանդարկում է։ Այստեղ մի բան է, երամի լավ է, մի տանեմ ես մեղավոր եմ, իրակ երկարեք գործել եմ ես հանցանք, մի տանեք, իրակ ոչ եմ արել։ Բայց ոչ մի հետևան չի տորել է, ոչը, չկա ոչ տուժով, չկա ոչ վգա, չի հարցակնում է, ոչ մի վգա, չի եղել ոչ մի տուժ։ Եվ ես ունեմ տարիների վաստակ։ Եվ քանի որ հոդվածներ ենթադրում է և տալիս է հնարավորություն ավելի մերում պատժամիջոցի։ Արդյոք հնարավոր չի ավելի մերում պատժամիջոց իրարի նկատմամբ։ Առավել ինձ իբրև խափանման միջոց։ Իբրև խափանման միջոց։ Եթե նույնիսկ 2 տարի պիտի դատապարտվի, 2.5 պիտի դատապարտվի, 5 տարի պիտի դատապարտվի, ես ասել եմ պատրաստ եմ ցման բանդարության։ Բայց իբրև խափանման միջոց։ Արդյոք հնարավոր չէ, երբ որ չկա ոչ վգա, ոչ տուժով, և ամբողջ ապացուցման ինչ-որ բաներ գործը ամբողջ պարզ է, հայտնի ոչ մի բան չեմ կարող փոխել իմ ասած և արածի մեջ։ Ինչ իմաստներ այս խափանման միջոցը մեկ տարվա կիրառել իմ նկատմամբ։ Սա միթե անօրինականություն չի, սա միթե ապօրինություն չի։ Եվ նրա համար ավարտելով խոսքս, շնորհակալություն հայտնել նաև իմ սիրելի պաշտպանների, որոնք բացարձակ և բացառիկ պրոֆեսիոնալիզմով պաշտպանեցին և ներկայացրեցին բոլոր ապօրինությունները, հնարավոր ապօրինությունները և անհնարին ապօրինությունները, որոնք կիրառվել են իմ նկատմամբ։ Խորը շնորհակալություն իրենց, բայց ավարտում եմ իմ խոսքը ասելով, որ բացարձակապես վատ չեմ զգում իմ վանդարկությունից, վանդարկության ցանկացած ձևաչափից, որը համարում եմ բացարձակ ապօրինի և անօրինական։ Հետևաբար ես որևիցե ինչպես խնդրանք չեմ ներկայացրել Առաջինատյանի դատարանին, այնպես էլ խնդրանք չեմ ներկայացնում ձեզ պատվարժան, Վերաքննիչ դատարան։ Պարզապես ասում եմ, որ դատեք ըստ ճշմարտության և վճիռ կայացրեք ըստ ճշմարտության։ Այս կամարը